Փաշինյանը ասել է տարածաշրջանային մի շարք հարցերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետություն Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են։ Ակնհայտ է Իսրայել-Իրան պատերազմի մասով։ Առնվազն ճանապարհները բացելու մասով առնվազն անկախ այդ մի դրվագից, որ Թուրքիան գուցե կուզեր, որ դա միջանց լինի, բայց առանձնապես չի պնդում եւ պարբերաբար վերջերս տեսնում ենք միջանց բառը չի օգտագործում, հա։ Շատ հատկանշական էր Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարությունը։ Այն մասին, որ ճիշտ է Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, դե Իրանը չի էլ ասում, որ ես պետք է ունենամ, իրենք նույնիսկ ասում են մենք ֆեթվա ունենք, հա, բանի այաթոլլայի ֆեթվա ունենք, որ մենք չենք ունենալու միջուկային զենք, որտեղ ընդհանրապես դա հարամ է եւ ինչ-որ sense բաներ։ Այլ մենք ընդհանրապես հարստացնում ենք Իրանը մեր առողջապահական, գիտական, տարբեր սոցիալական խնդիրներ լուծելու համար։ Էներգետիկ։ Հիմա տեսեք, Եվրոպան նույն չափ շահագրգռված չէ աշխարհաքաղաքական հաշվեկշռի բալանսի փոփոխությամբ տարածաշրջանում, որքան որ այս դեպքում նաև Ռուսաստանն ու Չինաստանն, ինչքան էլ որ դա տարօրինակ կարող է հնչել։ Ինչի, որտեվ այդ բալանսի փոփոխությունը լինելու է հօգուտ Թուրքիայի եւ Իսրայելի, Իսրայելը իրեն լավ չի դրսևորել մինչեւ հիմա եւ շատ ագրեսիվ պահվածքով իր, նաեւ էլ չեմ ասում, որ չի ենթարկվում Հաագայի միջազգային դատարանին։ Տեսեք, Իսրայելը այն երկիրն է, որ չի միացել նույնիսկ միջուկային զենքի չտարածման համաձայնագրին, ի տարբերություն Իրանի, որը միացել է դրան։ Եվ նման պայմաններում առավել եւս եթե հանգարց Իրանը կազմալուծվի, որի նպատակը ըստ էության նպատակներից մեկն է Իսրայել։ Այն քարոզչությունը, որ տարվում է Իսրայելում, պաշտոնական մակարդակում չեն ասում նման բան, բայց քարոզչությունը եւ իրենց պրոքսիների աշխարհով մեկ դրան է գնում, որ ինչի պետք է այնտեղ Իրանում բելուջները առանձին պետություն չունենան, արաբները Խուզիստանում առանձին չունենան, քրդերը չունենան, ադրբեջանցիները հատկապես իրենք հատկապես շեշտը դրվում է Ադրբեջանի վրա, ուրեմն իրանական Ադրբեջանի եւ նման պայմաններում ոչ մեկին դա ձեռ չի տալիս բարձ է, հա, ոչ Եվրոմիությանը, որտեղ ցանկացած նման ուրեմն տարանջատում, որը կարող է բերել քաղաքացիական պատերազմի եւ հսկայական նոր միլիոնավոր փախստականների տարածաշրջանային ցնցումների եւ այլն, բարձ է հազիվ Սիրիայի պատմությունը մի կերպ մարսեցին այդ միլիոնավոր փախստականներին, մի կերպ աբսորբացրեցին, այդքան աչական տրամադրություններ աճեցին արդյունքում պոպուլիստական Եվրոպայում մազեր մնացել, որ շատ երկրներում իշխանություն չվերցնեին։ Եվ հիմա հանգարց նոր մի այսպիսի պայթյուն, դա Եվրոպայի համար շատ վտանգավոր, չեմ ուզում կործանարար բառը օգտագործել, որտեվ այդպիսի բաներ չի դեռ դիմակայել, այդպիսի բաներին դեռ չի դիմակայել ուրեմն Եվրոմիությունը, բայց համենայնդեպս շատ ծանր հետևանքներ ունենալու, դրա համար իրեն ընդհանրապես պետք չի նույնիսկ ընդհանրապես պատերազմ եւ այս հարցակումը ինչքան էլ իրենք ասում են, այո, Իսրայելը ինքնապաշտպանության իրավունք ունի, հա, դա ինքնապաշտպան կարող են անվանել, որտեղ եթե Իրանը անդադ ասում է, պետք է ոչնչացնեմ քեզ, հեսա միջուկային զենքն էլ ճիշտ է չի ասում, ստեղծում են, բայց այդ ուղղությամբ աշխատանքներ են տանում։ Ինչքան էլ Միացյալ Նահանգների հետախուզությունների այդ ղեկավարը Թուլսի Գաբարդը իր զեկույցում նշել էր, որ իրենք չունեն տեղեկություններ, որ Իրանը ատոմային զենք է պատրաստում, բայց Թրամփը ասում է, այդ ինձ քիչ է հետաքրքրում, Թուլսի Գաբարդը ինչ է ինձ ասում, դա էլ մի ուրիշ նոնսենս, հա, ասենք, չնայած մեկ էլ ԿՀՎ-ից ասում են դա մենք էլ ունենք, որ արտահոսք են տալիս, որ այ մենք ունենք այդպես տեղեկություններ, Իրաքի պատմությունն է դառնալու, հա, Իրաքի վրա ասացին քիմիական զենք ունի, հարցակվեցին, տեսան ոչ մի քիմիական զենք էլ չկար, թե միջուկային զենք, չեմ հիշում արդեն, հա, քիմիական կարծեմ։ Հա, դա էլ հիմա անդադ դեմ են տալիս Տրամփին, ասում են պատրաստես վաղմիսօր նույն բանի առջև կանգնես, որ կեղծ ինֆորմացիայի վրա ներքաշեցիր Միացյալ Նահանգների նման ծախսատար նաև հատկապես պատերազմի մեջ, որտեղ նախ սկսենք նրանից, որ ես բացառում եմ, որ հողի վրա ինչ-որ ռազմական գործողություններ Իրանում լինեն որևէ երկրի կողմից, որտեղ ցամաքային օպերացիա սկսել Իրանում, դա շատ ծանր հետևանքներ ունենալու են երկրի համար, որ սկսում է, որտեղ դա Իրաք չի։ Ինչքան էլ օդում գերակայություն ունեն, որ Իրաքում էլ ունեն, Իսրայելը արդեն ինքնուրույն օդում գերակայություն է ստացել, որից շատ ոգևորվել է Տրամփը եւ անդադ ուզում է այդ դափնիները մի մասը իր վրա վերցնել եւ իր պաշտոնական ներկայացուցիչները ասում են մենք կապ չունենք դրա հետ, Ռուբիոն հայտարարում է որ Միացյալ Նահանգները չի միջամտել ընդհանրապես կապ չունի, բայց Տրամփը ասում է
Մենք արդեն գերակայություն ենք ստացել Իրանի երկնքում։ Մենք փայլուն օպերացիա իրականացնում, ասես ինչ որ ուզում է անպայման ասես իրեն բան անի, միջև որ մեծ ալիք բարձրացավ պատերազմի դեմ Միացյալ Նահանգներում եւ կոնգրեսից, սենատից հստակ ազդակներ եկան, որ դեմ են իրենք պատերազմի սկսելուն եւ հարցումներն են նաեւ դա ցույց տալի, նույնիսկ հանրապետական կողմնակիցների շրջանում բնակության մեծամասնություն դեմ է Իրանի դեմ պատերազմին Միացյալ Նահանգների միջամտությանը եւ դրա համար հիմա ինքը մի տեսակ զսպվեց, հայտարարեց հիմա այլ 2 շաբաթ ժամանակ եւ այլն, որ դա օգտագործի բանակցությունների համար, բայց ամեն դեպքում այդ բալանսը խախտելու մասին որ խոսում է, տեսեք, այդտեղ Եվրոպան ավելի զգուշ է իհարկե այդ քայլերում, բայց Չինաստանը եւ Ռուսաստանը ավելի կոշտ են արձագանքում, հատկապես Չինաստանը, որ ընդհանրապես ասաց, որ միջուկային օբյեկտներին այդ խորքային ռումբերով հարվածելը մեծ վտանգներ կարող է առաջացնել, դա Ռուսաստանին ընդհանրապես ճիշտ է ոչ առաջի դեմքերի մակարդակով ասացին, որ դա կբերի միջուկային պատերազմի եւ այսպես բաներ, անդադ իրանք ինչ լինում է, ինչ որ միջուկային պատերազմով են սպառնում, բայց ամենայն դեպս այն որ իրենք ունեն գործիքներ, հատկապես Չինաստանը, թույլ չտալու Իրանի վերջնականապես պարտություն են, ինչ որ Տրամփը մի օր գրեց անվերապահ կապիտուլյացիա, հա, ուղղակի sense Twitter-ում, ավելի Trump social, Truth Social-ում, Trump Social-ում, նույնն է, էլի, հա, ինչ որ տենց գրառում արեց, որ ակնհայտ էր, որ Իրանին էր վերաբերում, բայց թույլ կտան, որ Իրանը կապիտուլյացիա ենթարկվի, նույն Չինաստանը արդեն շատ հետաքրքիր ավիա փոխադրումներ է սկսել իրականացնել Իրան։ Ճիշտ է, ես բացառում եմ, որ այդտեղ ինչ-որ միջուկային զենք կարող է տեղափոխեն, միջուկային ռումբ, նույնիսկ Հյուսիսային Կորեայից նվեր բան, sense ինչ-որ բաներ սպրտեց համացանցում, որտեղ Չինաստանին ձեռ չի տալիս ոչ միայն նոր միջուկային տերության հայտնվելը, անկախ նրանից, որ իր հետ լավ հարաբերություններ ունի, բայց դա իսլամական երկիր է, ծայրահեղական, գիտեք, այսօր լավ հարաբերություններ ունի, và կարող է ասեն Ալլահը ասում է Չինաստանի դեմ պատերազմ, իսկ ի դեպ Չինաստանին տարբեր իսլամական ուղղությունների համաձայն Չինաստանը թիվ 1 թշնամիներից է իսլամական աշխարհի, նույնիսկ Գոգ Մագոգին են ասում են չինացիներին, որ Գոգ Մագոգի բաները հենց իրենք են դրսևորում էլի, այսինքն Չարիքի դրսևորումներից մեկը, բայց ամենայն դեպս ոչ միայն այն որ միջուկային զենք չտարածվի, այլ որ միջուկային պայթունի նախադեպ չլինի ընդհանրապես ժամանակակից աշխարհում, որտեղ գիտեք ամեն ինչին մարդկությունը սովորում է, եթե մի բան տեղի ունենում, սկզբից ցնցվում է, հետո կամաց սովորում է։ Ուկրաինայի պատերազմը հիշում եք առաջի օրերին, որ եղավ, բոլորը շոկի մեջ էին։ 21-րդ դարում դու զորքով դնում հարձակում ես հարևան երկրի վրա, ռմբակոծում ես քաղաքներ, ես ոչնչացնում եւ այլն, բոլորը վրդոված են աշխարհում, բայց հիմա մի տեսակ արդեն հոգնել են, շատերը արդեն սովորել են, ընտելացել են, որ դա այտենց պատերազմ է գնում։ Նույնը Գազան, այո, նույնը Արցախյան պատերազմում էր, առաջի օրերին ինչ որ շոկ կար, բայց կամաց ընտելացան։ Այտենց է մարդու բնույթն, այն չի կարա անդադ լարված վիճակում մնա, անդադ ինչ որ ստրեսի մեջ մնա, ներսից օրգանիզմը փոխում։ Իրանը ցույց տվեց, որ տիրապետում է այնպիսի բալիստիկ հրթիռների, որը որ ժամանակակից հակաօդային պաշտպանության միջոցները, իսկ Իսրայելի հակաօդային համակարգը լավագույններից է աշխարհում, չեն կարողանում դեմ առնել, որտեղ իրենք շատ արագ են, դերձայնային են։ Հիմա եթե նույն բալիստիկ հրթիռներով խփի ամերիկյան բազաներին շուրջ բոլորը։ Էլ չեմ խոսում, որ շատ բազաներ այնքան մոտիկ են Իրանին գտնվում, որ կարող են նույնիսկ ավելի հասարակ հրետանային ինչ-որ բաներով հասնի, հա, խոցի, որը շատ ավելի բարդ է, հա, հրետանային արկը խփելու օդում հակաօդային պաշտպանության համար բավականին բարդ է։ Եթե նույնիսկ Իրանը բավարար հրթիռներ եւ բալիստիկ հրթիռներ չունի, արդյոք չկան շահագրգիռ կողմեր, որոնք հենց մենակ նրա համար, որ ինքը ամերիկյան բազաներին հարվածի եւ Ամերիկայի Սևերես անի կոպիտ ասած Ամերիկային աշխարհով մեկ չեն տրամադրել ցանկերը։ Կամ դուրս բերի արդեն լայնածավալ պատերազմի, որտեղ Ամերիկան պետք է պատասխանի, ճիշտ է։ Նույն Չինաստանը։ Չէ, նո Ամերիկան կարող է միայն օդային հարվածներ հասցնել։ 1, 2, 3։ Հա, բայց օդային հարվածներով փորձը ցույց տվեց, որ Իրանը այնքան մեծ երկիր է, այնպեսի մեծ տնտեսություն ունի, անկախ նրանից, որ շատ պրոգրեսիվ տնտեսություն չի, ասենք շատ այսպես առաջի կարգի տնտեսություն չի եւ այլն, բայց տնտեսական մեծ ինչ որ աղետալի հետևանքներ այս ռմբահարումները չունեցան, նույնիսկ նավթավերամշակման գործարանին հարվածեցին եւ այլն։ Այսինքն ունի ներքին դիմադրողականության որոշակի ռեզերվ այդ պետությունը եւ մանավանդ հիմա պաշարված ամրոցի սկզբունքն է աշխատում, բնակչությունը պատրաստ է
դիմանալ մի քիչ ինչ-որ բաների։ Նման պայմաններում Չինաստանը որ սկսեց մատակարարել այդ բալիստիկ հրթիռները, ինչ պետք է անի Ամերիկան կամ Իսրայելը։ Իսրայելը պատրաստ է, որ ինքը ասենք ամիսներ շարունակ կարող է այդ բալիստիկ հրթիռների հարվածներ ուտի։ Որ հա, ճիշտ է, իրենք բավականին պատրաստված են։ Ապաստարանների ցանցը շատ լավ զարգացած է, վաղորոք բնակչությանը զգուշացնում են միանգամից։ Տեսեք, այսքան 1000-ից ավելի բալիստիկ հրթիռ է հարվածել ու գրեթե բոլորը տեղ են հասել, բայց մի քանի տասնյակ զոհ կա ընդհանրապես Իսրայելում։ Այսինքն պաշտպանության համակարգը լավ է զարգացած։ Հասկացանք, բայց այդ անդադ ստրեսի մեջ, անդադ այդ վախի մեջ, որ քո տունը կարող է քանդվի, մի ամբողջ 9.5 միլիոնանոց 10 միլիոնանոց բնակչություն ապրել, քանի ամիս կարող է։ Հասկանում եք, բաներ կա, որ սխալ են հաշվարկված, որ միայն ավիահարվածներով ինչ որ լուրջ հարցեր լուծել եւ այլն, հա, կարեւոր է, որ կարողացան, իրենց համար կարեւոր է, որ կարողացան ռազմական ենթակառույցները Իրանի իհապես թույլատնեն եւ ինչքան երկար հարվածեն, հա, այնքան երկար կթույլատնեն։ Իրականում շատ դաժան բան է, եթե դու օդդ չես տիրապետում եւ ինչ որ երկիր գալիս է հերթով քո ենթակառույցներին խոցում է, հարվածում է եւ դու կարող ես չհասցնես էլ վերականգնես։ Բայց համենայն դեպս դա կրիտիկական չէ երկիր կործանվելու եւ այլնի դեպքում, եթե դու ունես դաշնակիցներ, որոնք շահագրգռված են, որ դու չկործանվես եւ որ դու կարողանաս երկար ժամանակ դիմակայել, ընդ որում ոչ միայն Իսրայելին, այլ նաեւ եթե Հանգարտ Միացյալ Նահանգները ներգրավեն, նաեւ Միացյալ Նահանգներին։ Նույնիսկ եթե Միացյալ Նահանգներում որոշեն, որ պետք է դադարեցվի սա, որտեղ տեսեք Տրամպին անդադ հարցնում են, դուք Նետանյահուին չեք ասում, որ դադարի եւ այլն, նա էլ ասում է դե հաղթող կողմ է, ոնց ասեմ, չէ, որ դադարի։ Ասում են նրա վիճակը ավելի լավ է այս պահին, քան Իրանին, ոնց ես դիտեմ իրեն։ Ինչքան կարող է դա շարունակվել, մեկ, երկրորդը, Միացյալ Նահանգները ունի լծակներ Իսրայելի վրա, հա, այդ թվում զենքի մատակարարումները։ Կամ ոչ չմատակարարում։ Ճիշտ է, դա աբսուրդ է, որ ինչ որ մարդիկ հայտարարում են, որ դե Իսրայելը զենք չի արտադրում, հենց ամերիկան ձեռը քաշի։ Իսրայելը 8-րդ մատակարարն է էքսպորտանող, այսինքն արտահանողն է աշխարհում 8-րդ, այդքան զենք է արտադրում ինքը։ Եվ մենք տեսանք ինքը նաև Ադրբեջանին եւ այլ ինչքան զենք էր մատակարարում, այդ թվում բալիստիկ հրթիռներ, այդ թվում հրետանու, արկեր, ավիացիա, ինչ ասես արտադրում են։ Եվ նույնիսկ եթե պետք լինի, ինքը կարող է դրանք բազմապատկել այդ ծավալները եւ ընդ որում շատ կասկածելի է, որ Իրանը կարողանա այդ ենթակառույցները ոչնչացնել Իսրայելի, որտեղ իր բալիստիկ հրթիռները ինչքան էլ որ անխոցելի են, այսինքն տեղ են հասնում, բայց ճիշտ տեղ չեն հասնում, նպատակակետին լավ չեն խփում, որովհետև ամեն դեպքում այդ որակը չունեն, որ ճշգրտությունը չունեն, որ իրանց ուզած թիրախները խոցեն։ Եվ դրա համար հիմնականում քաղաքների վրա ուղղված լինելով բնակչությանն են վնաս տալի, այսպես բնակչությանը սարսափեցնելուն են ուղղված, որ էլի իր հետևանքներ ունենում է, բայց իհարկե կետային հարվածների տեսակետից այդքան մեծ վնաս չի հասցնում Իսրայելին։ Ուրեմն տեսեք, այնպես չի, որ արաբական երկրները շատ նեղված են այս պատերազմից, անկախ նրանից թե ինչ են արտահայտում։ Իրենց համար երկուսն էլ թշնամի են, թե Իսրայելը, թե Իրանը, մեկը մի քիչ շատ, մեկը մի քիչ քիչ։ Իսկ եթե երբ որ քո երկու թշնամիները իրար բալիստիկ հրթիռներով եւ ավիացիայով ոչնչացնում են, դու նստած կողքից ծափ ես տալիս։ Բայց դե Իրանը մեծ հույսեր ունի, Իրանին արտգործնախարարը գնացել է Ստամբուլ։ Չէ, ես ասում եմ, այն ինչ որ իրականում է, այն ինչ որ հիմա հայտարարությունների մակարդակով, իրենք են գլխից էլ բոլոր արաբական երկրները գրեթե բոլորը դատապարտեցին։ Արդյոք հայտարարության մասին է այստեղ խոսքը։ Այո, ռեզոլյուցիա լինելու։ Ընդհանրապես Այո, դա այդ ընդհանրապես չի, դա նախ հերթական դիրքավորումն է, դա որոշակի նաև ճնշում է Արևմուտքի եւ Միացյալ Նահանգների վրա, որ շատ մի խորացի այս հարցում Իրանի դեմ, որտեղ ամեն դեպքում իրենք էլ իրաց լծակներ ունեն Միացյալ Նահանգների վրա։ Դուք հիշում եք, վերջերս Միացյալ Նահանգները վերջերս է սաուդիտներին հյուրընկալվել եւ միլիարդավոր համարյա տրիլիոնի հասնող ներդրումներ էր մուրում եւ հասկանալի է, որ ինքն էլ կարիք ունի, ինքը շատ չի կարող թարսվել իսլամական աշխարհի հետ, արաբական աշխարհի հետ։ Ինչքան էլ որ ելի եմ ասում, ներքուստ արաբները ծափ են տալիս, բայց արաբները խնդիր ունեն նավթի, որտեղ Իրանը եթե համը դուրս եկավ, կարող է սկսի հարվածել տանկերներին, նավթահորերին եւ իրենց մեծ վնաս պատճառել, իսկ այդ դրա համար բալիստիկ հրթիռներ պետք չեն, որ ինչ որ ճշգրտության հարց լինել եմ ասում, հրետանին իրենց բավարար կլինի շատ հանքերին հարվածելու։ Եվ նման պայմաններում արաբները, արաբացի երկրները հատկապես շահագրգռված են, որ էսկալացիա չլինի, եթե նույնիսկ շարունակվում է հարվածները, այս մակարդակի շարունակվի, այսինքն Միացյալ Նահանգները չներգրավի, որպեսզի Իրանն էլ Միացյալ Նահանգների բազաներին չխփի, որ հետո ասի պատահական բազային խփելուց ձեր նավթահորին կպավ կամ ձեր տանկերին է կպավ։ Էլ չեմ ասում Օրմուզի նեղուցը փակելու հեռանկարի մասին, որ ընդհանրապես համաշխարհային տնտեսությանը կարող է հսկայական հարված հասցնել, նավթի գները
կտրուկ աճ են արձանագրել դրա հետևանքով եւ ինչ է լինելու Ռուսաստանը էլի սկսելու է մեծ փողեր ստանալ իր պատերազմը շարունակելու ամբողջ աշխարհը հույս ուներ որ ոնց որ թե արդեն հասնում են նրան որ Ռուսաստանը փողերը պրծել են եւ դա լուրջ կաշկանդող հանգամանք է դարձել Ռուսաստանը ջուրն է լցում այո ջուրն է լցում ինչ որ մի երկու խելապակասի պատճառով որ մեկը Նետանյահուն որ նստած ասենք բան է անում հույս ունի որ այսպես ավիաարվածներով կարող է լուրջ խնդիր լուծել փոխանակ որ ինքը զիջեր իշխանությունին եւ լիբերալ նոր ուժերը կարողանային գային ուղղակի լեզու գտնեին Իրանի հետ որ այդ թշնամանքը վերանար ընդհանրապես այս խնդիրների մեր տարածաշրջանային խնդիրների լուծումը ազգերի միջև ատելության թշնամանքի վերացման ճանապարհով պետք է լուծել, այլ ոչ թե փոխադարձ ոչնչացման, փոխադարձ ուժերի հալավ սպառնում են ինչ էին անում, շատ դեպքերում նաև ռետորաբանություն էր։ Դուք պետք է փորձեիր նաև Միացյալ Նահանգների ռեսուրսը, Եվրոպայի ռեսուրսը օգտագործելով դիվանագիտական, փոխել այդ պարադիգման, այդ թշնամությունը վերացնել։ Մանավանդ Աբրահամական համաձայնագրերից էր խոսում արաբական երկրների հետ եւ մազեր մնացել, փոխանակը տեղել Համասի հետ, Համասին լավ, Համասի հետ չէ, գոնե պաղեստինցիների հետ հարցը լուծեր, Պաղեստինի ինքնավարությունը դարձներ ճանաչեր որպես պետություն եւ այդպես Աբրահամական համաձայնագրեր կնքեր։ Այսինքն տարածաշրջանի հետ հարցերը լուծեր խաղաղ ճանապարհով, ոչ թե մեսիանական ինչ որ բանով որ Նետանյահուն ունի այդ կրոնամոլ, պատահական չի, ինչքան կրոնամոլ ծայրահեղական հուդայիստներ կան, իր շուրջն են բանում, կառավարությունում, ինչ էր իր բանը, մեսիական բանը, որ Հեսա պետքա բոլոր հարևանների հարցերը լուծենք, Իսրայելը հեգեմոն չուս լինի, երկիր պետք է դառնալ, ոնց որ մեզ Եհովա Աստվածը խոստացել է, ահա, դե գնացեք, ամեն մեկը իր բզիկներով առաջնորդվելով, նրանք ասում են դու բան փոքր սատանան ես քեզ ոչնչացնելու ենք իրանցի այաթոլլաները, սա էլ sense մեսիականություն, մենք էլ կրակն ենք ընկել տարածաշրջանում, այդ ամեն մեկի ինչ որ բաների վրա, իմջալս այնպես չի որ մեր մոտ չկա, այդ որոշ մարդկանց մոտ, հա, այնպես բարեբախտաբար փոքրամասնության մոտ, տարբեր մեսիանական բաներ հայկականության, հա, հայ ազգայնականության հողի վրա, ել չեմ խոսում Թուրքիայի մասին կամ Ադրբեջանի, հա, այնտեղ այդ հատկապես Ադրբեջանում ընդհանրապես պրոպագանդայի մակարդակով է պետական դարձել, իսկ Թուրքիայում էլ դե նեոօսմանիզմն է, գիտեք, որ բա ոնց եղավ մենք ընդամենը 100 տարի առաջ աշխարհակալ կայսրություն էինք, այս անպետք արևմուտքցիները եկան քանդեցին, ջարդուփշուր արեցին, մենք ռուսները նույն վատ վիճակում ենք, երկուսիս էլ այդպես քանդեցին գեղեցիկ կայսրությունները, իդեոլոգիաների, խելապակաս իդեոլոգիաների պատճառով ամեն մեկը մի sense գաղափարախոսություն է մոգոնում եւ դրանք ուղղակի իրար հետ խաղաղ համակեցության տեղ չեն թողում այդ երկրներին եւ տարածաշրջանում ընդհանրապես։ Այնտեղ էլ է պայքար գնում։ Նույն Միացյալ Նահանգներում են հատկապես այդ ուժերը, որոնք միջազգային հեգեմոնիա ունեն, հա, եւ գլոբալիստները մի կողմից եւ Տրամպի իզոլացիոնիստները, որոնք որ ձեռի հետ էլ մեկ-մեկ լավ էլ կարողանում են Իսրայելին այսպիսի հարցերում աջակցել։ Եվ ինչու՞մ է այդ պայքարը գնում։ Ցավոք սրտի էլի նույն այդ գաղափարախոսությունների հիման վրա։ Այսինքն գլոբալիստները ասում են կա գլոբալ պատասխանատվության խնդիր, կա գլոբալ կառավարման անհրաժեշտություն, որ ամեն կրիմինալ ռեժիմ գլուխը չբարձրացնի ինչ ուզենա անի տարածաշրջանում, ասի այդ իմ սուվերեն իրավունքն է, այսինքն գլոբալիստները բարձր որոշակի սուվերենության սահմանափակման հարց են դնում միջազգային իրավունքի հիման վրա։ Իսկ տրամպականներն ու գլոբալիստները ոչ դեմոկրատներն են, հա, այսպես ասենք։ Տրամպականները ում վրա են հիմնվում։ Բողոքական կրոնականների, այդ բաների գյուղերում, ծայրամասերում ապրող ցածր կրթություն ստացած մարդկանց, որոնք որ նույն այդ մեսիանականության գաղափարն են բանանում։ Տեսեք, ես Նետանյահու այդ մեսիանականության հարցը որ ասացի, միջև վերջ չասեցի, ասենք նպատակը որն է, որ իրանց մեսիային բերեն, իսկ իրանց մեսիային բերելու համար ինչ պետք է անեն, սողոմուն տաճարը պետք է վերականգնեն։ Տենց է գրած իրանց գրքերում, որը որ մասամբ նաև 5 կտակարանն է, նաև քրիստոնեության վրա է տարածվում։ Ու այդ մասամբ քրիստոնեության վրա տարածվելով բողոքականները դա բարեզբուն իմաստով հասկանալով, ասում են, ըհը, պետք է Իսրայելին օգնել այդ նպատակին հասնի, իրանք ճիշտ է մտածում են, որ իրանց մեսիան է գալու, բայց իրականում մեր մեսիան է գալու, այսինքն Քրիստոսի երկրորդ գալուստն ալնելու։ Այսինքն այդտեղ երկուսի գաղափարները համընկնում են։ Սողոմոնի տաճարը վերականգնելու համար ինչ պետք է անեն, պետք է իսլամական բան կա այնտեղ։ Սողոմոնի տաճարի տեղը այնտեղ կառուցված է իսլամական տաճար, որը որ պետք է քանդել բնականաբար, որտեղ Սողոմոնը ոնց կարելի է քանդել միայն իսլամական աշխարհի հետ հարցեր լուծելով, պաղեստինցիներ հարցը լուծելով, բնաջնջելով, ոչնչացնելով բոլոր ինչքան ուժեղ իսլամական երկրներ կա, թուլացնելով այդ թվում Իրանին եւ այլն, որ հետո հանգիստ կառուցեն կհա
ասենց կարմիր գորգը փռենք, որ Մեսիան գա։ Այնտեղ այ ժամանակ նոր կտենանք հрьяաների Մեսիան կգա, թե մեր Մեսիան կգա, դու գժերի բան, պալատը նոմեր 6 են որ ասում, հա։ Ու այդ բաների հիման վրա, այդ հեքիաթների 3000 տարի առաջ գրած հեքիաթների հիման վրա այդ տարածաշրջանը այսինքն խառնում են ու պատասխանատու քաղաքական գործիչներ, պատասխանատու մարդիկ այսօր փոքրամասնությունում են հայտնվել ցավոք սրտի Միացյալ Նահանգներում։ Եվրոմիություն բարեբախտաբար կրթական ցենզը բավականին բարձր է, որպեսզի այդպիսի բաներին չհավատան, բայց Միացյալ Նահանգներում ցածր է եւ այնտեղ կրոնամոլությունը, այդ կրոնական абստրակտ ինչ որ անհեթեթ գաղափարներ այնքան են զարգացած, որ այդպիսի բաներով հա մեկին էլ հենա գործուղել են մեր մոտ մի հատ բանը բողոքական ամերիկացի կա է անունը չեմ հիշում որ հայկական 4 շարականներ էր գնացել երկել բանում Սոֆիայի տաճարում ու դրանով հայերի sense միանգամից գիտեն չէ հայերի նուրբ լարերի վրա ոնց կարելի է խաղալ հասիստը շահել էր ու ստեր տարածում թե հեսա Տրամպը ինձ խորհրդական է նշանակելու բանի Հայաստանի հարցերով խորհրդական է ինձ նշանակել մի հատ նկարվել էր մի անկյունում որտեղ էր հաջողացել Տրամպի հետ սաղ տեղերը տարածում էր հիմա էլ եկել այստեղ Հայաստանի ներքին քաղաքականությունն է որոշել բանանի ուղղորդի թե ոնց պետք է հայերը անեն ում պետք է ընտրեն ում պետք է հեռացնեն ասես լրիվ գժանոց էլի